Հայաստանում գնալով ավելի մեծ տարածում է գտնում գողության համեմատաբար նոր տեսակ։ Ճարպիկ գողերի գլխավոր ավարը ավտոմեքենաների պետհամարանիշներն են։ Ճանապարհային ոստիկանությունը ըստ օրենքի միանգամից 2 կորցրած համարները չի տրամադրում։ Դրանից հաջողությամբ օգտվում են դրամաշորթ գողերը։ Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում գրությունների լուսանկարներ են հայտնվել, որոնք մեքենայի դիմապակու վրա թողնում են պետհամարանիշները գողանալուց հետո։ Հանցագործն առաջարկում է իր հետ կապ հաստատել Viber-ով և համարանիշների վերադարձի դիմաց որոշակի գումար վճարել, քաչ գիտակցելով, որ ճանապարհային ոստիկանությունը միանգամից 2 պետհամարանիշները չի վերականգնում։ Գողանում են մեքենայի ինչպես դիմացի, այնպես էլ հետևի պետհամարանիշները։ Sputnik Armenian դիմեց 2 վարորդի, որոնք սոցցանցերում խոստովանել էին, որ համաձայնել են չարագործի պայմաններին վճարելով 20-ից 30 հազար դրամ սեփական պետհամարանիշների համար, սակայն նրանք իրավիճակը մեկնաբանել չցանկացան։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը Sputnik Armenia-ի հետ զրույցում հայտնեց, իրենք տեղյակ են, որ նման դեպքեր կան։ Մենք գրանցված դեպքեր ունենք, քրեական գործեր են հարուցվել։ Նախաքննություն է ընթանում, ասաց ոստիկանության ներկայացուցիչը, դեպքերի հստակ թիվը, սակայն, դժվարացավ նշել։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Պեդանյանի խոսքով, հանցագործության այս տեսակը փոխարված է Ռուսաստանից, որտեղ հայկական պետհամարանիշները բավական հաճախ են գրավում գողերին։ Ավտոսեփականատերերը սովորաբար համաձայնում են վճարել պահանջվող գումարը, քանի որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տարատեսակ մանիպուլյացիաներից և չարաշահումներից խուսափելու համար վերականգնում է միայն 1 կորցրած պետհամարանիշը։ Մի քանի հոգի հաստատել են, որ համաձայնել են փրկագին վճարել, նշել են նաև գումարը։ Կարծում եմ համաձայնում են, քանի որ խոսքը 250 հազար դրամ և ավելի արժեցող համարանիշների մասին է։ Իսկ նրանցից ավելի քիչ գումար են պահանջում, քան ոստիկանությունում նոր թանկարժեք պետհամարանիշներ ստանալու համար է պետք վճարել, ասաց Պեդանյանը։ Օրինակ, եթե գողացել են ձեր 50 KK050 պետհամարանիշը, որն արժե 250 կամ 400 հազար դրամ և դրա դիմաց, ասենք 50 հազար դրամ են պահանջում, դուք բարդ ընտրության առաջ եք կանգնած։ Մի կողմից օրենքի համաձայն դուք չեք կարող նույն համարը կրկին ստանալ։ Բացի այդ, մեկ այլ գոլդ համար ունենալու համար ստիպված կլինեք դարձյալ 250 կամ 400 հազար դրամ վճարել և մի քանի օր ժամանակ վատնել դրա վրա։ Այս խարդախությունը շատ լավ հաշվարկված է։ Այն մի քանի տարի գործել է Ռուսաստանի հարավում, մասնավորապես Կրասնոդարում, որտեղ հայկական մեքենաները մեծաթիվ են։ Հասկանալի է, որ նոր 2 պետհամարանիշներ տրամադրելու արգելքը կոչված է բացառելու նույն համարի օգտագործումը հանցագործությունների կատարման համար։ Այսինքն մարդը կարող էր դիմում ներկայացնել պետհամարանիշը կորցնելու մասին, այնուհետև նույն պետհամարանիշով մեքենայով ինչ-որ հանցագործություն կատարել։ Պետհամարանիշը կորցնելու դեպքում մենք միայն մեկն ենք տրամադրում, բացառելու համար 2 մեքենաների վրա նույն համարների օգտագործումը, Sputnik Armenia-ին ասաց ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Միաժամանակ 2 պետհամարանիշների կորստի դեպքում կարելի է նորը ստանալ։ Հերթական պետհամարանիշն արժե 12 հազար դրամ, սակայն հիմնականում գողանում են գոլդ համարներ, որոնք շատ ավելի թանկ են։ Միևնույն ժամանակ ավտոսեփականատերերը չեն կարող ինչ-որ մասնավոր արտադրողների մոտ պատվիրել իրենց պետհամարանիշի պատճենը։ Դրանք միևնույն է, կեղծ են համարվելու։ Այդպիսով ավտոսեփականատերերի համար ավելի հեշտ և արագ է վճարել չարագործների պահանջած գումարը, քան գնալ ճիշտ ճանապարհով, դիմել ոստիկանություն և ստանալ նոր համարներ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. Վերջին շրջանում գնալով ավելանում են ինձ հասնող ահազանգերն առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում զանգվածորեն գողանում են վրացական պետհամարանիշներով մեքենաների պետհամարանիշները։ Նախկինում համատարած գողանում էին նաև հայկական պետհամարանիշները, սակայն դրանց տրամադրման կարգի փոփոխությունից և դյուրացումից հետո լայնածավալ ոտնձգություններ են սկսվել արդեն վրացական պետհամարանիշներով մեքենաների նկատմամբ։ Մեր ուսումնասիրություններով օրեր կան, որ մի գիշերվա մեջ, միայն Երևանի մի թաղամասից գողացել են դրսում կայանված վրացական պետհամարանիշներով տասնյակ մեքենաների պետհամարանիշներ։ Մեզ դիմաց մարդիկ փաստում են, որ գողերը Telegram կապի միջոցով բանակցում են սեփականատերերի հետ և համարանիշները հատուկ նշված վայրերում թողնում մինչ 100 հազար դրամ գումար շորթելու դիմաց։ Վրաստանի մեր գործընկերները ևս ահազանգում են այս խայտառակ երևույթի ահագնացող չափերի մասին նշելով, որ Վրաստանի քաղաքացիները շատ դեպքերում ստիպված են լինում այլ տրանսպորտային միջոցով վերադառնալ Վրաստան, վերականգնել սեփական պետհամարանիշները, նորից գալ Հայաստան ու վերադառնալ սեփական ավտոմեքենայով։ Հայաստանի սպասարկման օբյեկտների ներկայացուցիչները ևս փաստում են, որ Վրաստանից ժամանած իրենց հյուրերը գրեթե ամեն օր ընկնում են այս ամոթալի քաշքշուկի մեջ։
Սա ոչ միայն բարձ իրավական հարց է, այլև մեր երկրի հեղինակությանն ու վարկանիշին սերտորեն առնչվող խնդիր։ Վրաստանում տպավորություն կա, թե հարևանությամբ ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ աֆրիկյան մի երկիր, որտեղ հարձակվում են օտարերկրացիների վրա ու թալանում։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ այս ամենի պատճառով մարդիկ թքում ու այլևս չեն այցելում մեր երկիր այս ամենաթողության մասին պատմելով ամենուր, ինչի պատճառով տուժում է մեր երկրի տնտեսությունն ու սպասարկման ոլորտը։ Ամենևին չենք կարծում, որ իրավապահ համակարգի համար ներկայիս տեխնոլոգիաների դարաշրջանում անհաղթահարելի դժվարություններ կան, որպեսզի Տելեգրամի հետքերով գնալով արագորեն բացահայտվեն հանցագործները։ Սա կրկնապատկում է մեր կասկածներն ու մտահոգությունները։ Հետամուտ եմ լինելու, որ օր առաջ վերածվի օտարերկրացիների առջև մեզ խայտարակող, մեր երկրի տնտեսության ու վարկանիշի վրա լրջորեն ազդող այս ամենաթողությունը, գրել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։